Բարի գալուս մեր Աստվածաշնչի հերթական ճամփորդություն։ Ծննդոցից մինչև հայտնություն։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել Աստվածաշունչը եւ տեսնել, թե ինչպես ամբողջ գիրքը բացահայտում է Հիսուս Քրիստոսին։ Ինչպես ասում է Տերը, քննեցեք բոլոր գրքերը, որովհետև նրանք իմ մասին են վկայում։ Հովհաննես 5:39։ Մեր նպատակն է ճանաչել Քրիստոսին ավելի խորապես, հասկանալ Աստծո ծրագիրը եւ կիրառել նրա խոսքը մեր կյանքում։ Այսօր սիրելիներ շարունակում ենք Ծննդոց գրքի մեջ մեր ճամփորդությունը 48 եւ 49 գլուխները։ Հակոբը օրհնում է Հովսեփի որդիներին, Հակոբը արդեն շատ ծեր էր եւ իր կյանքի վերջը մոտենում էր։ Հովսեփը իր երկու որդիներին, Մանասեին եւ Եփրեմին, բերեց իր հոր մոտ, որպեսզի նա օրհնի նրանց։ Հակոբը հիշեց Աստծո խոստումները, որոնք Աստված տվել էր նրան Բեթլեհեմում։ Այստեղ տեղի է ունենում մի շատ հետաքրքիր բան։ Հովսեփը Մանասեին, մեծ որդուն, կանգնեցրեց Հակոբի աջ կողմում, որպեսզի նա ստանա առաջին օրհնությունը։ Բայց Հակոբը խաչաձև իր ձեռքերը արեց։ Նա իր աջ ձեռքը դրեց Եփրեմի վրա, որը փոքր եղբայրն էր։ Հովսեփը փորձեց ուղղել դա, բայց Հակոբ ասեց. «Գիտեմ, որդյա, գիտեմ»։ Նա մարգարեացավ, որ Եփրեմի սերունդը ավելի մեծ կլինի։ Այսպես Հակոբը օրհնեց նրանց։ Ծննդոց 49-րդ գլուխը Հակոբի մարգարեությունները իր որդիների մասին։ Այս գլուխը շատ կարևոր է, որովհետև այստեղ Հակոբը մարգարեություններ է ասում իր որդիների ապագայի մասին։ Նա հերթով կանչեց իր որդիներին եւ խոսեց նրանց մասին։ Ռուբենի մասին նա ասեց, որ նա կորցրել է իր առաջնորդությունը։ Շմավոնի եւ Ղևի մասին նա հիշեցրեց նրանց բարկությունը։ Բայց հերթը երբ հասավ Հուդային, տեղի ունեցավ շատ կարևոր մարգարեություն։ Հակոբը ասեց. «Չպակասի իշխանությունը Հուդայից եւ օրենսդիրը նրա ոտքերի մեջտեղից, մինչեւ որ Սելովը գա, եւ նրանն է ժողովուրդների հնազանդությունը»։ Ծննդոց 49-ի 10-ը ինչ է նշանակում Սելով, Շիլոն, եբրայերեն բառը բնագրում գրված է Շիլո։ Այս բառը նշանակում է նա, ում պատկանում է իշխանությունը։ Շատ մեկնություններ սա համարում են մեսիական մարգարեություն։ Այսինքն, Հակոբը մարգարեանում էր, որ Հուդայի ցեղից կգա այն թագավորը, ում պետք է հնազանդվեն ժողովուրդները։ Եվ հենց դա էլ կատարվեց։ Պատմության մեջ Հուդայի ցեղից ծնվեց Դավիթ թագավորը, եւ նույն այդ ցեղից ծնվեց նա Հիսուս Քրիստոսը։ Նոր կտակարանը ասում է. ահա հաղթեց Հուդայի ցեղի առյուծը, Հայտնության 5-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Այս պատճառով Հիսուսը կոչվում է Հուդայի ցեղի առյուծ։ Այս գլուխը ցույց է տալիս, որ Աստծո փրկության ծրագիրը արդեն պատրաստվում էր դեռ Ծննդոց գրքում։ Գլուխի վերջում Հակոբը մահացավ եւ միացավ իր հայրերին։ Ավելի խոր բացատրություն այս գլուխներում շատ խոր մեսիական պատկերներ կան։ Խաչաձև ձեռքերը, երբ Հակոբը խաչաձևեց իր ձեռքերը, դա հիշեցնում էր խաչի խորհրդանիշը։ Օրհնությունը եկավ ոչ թե ըստ մարդու կարգի, այլ ըստ Աստծո ընտրության։ Նույնպես փրկությունը գալիս է ոչ թե մարդկային արժանիքով, այլ Աստծո շնորհով։ Ինչպես Եփեսացիս 2:8-ին է ասում, որ փրկությունը շնորհով է, հավատքի միջոցով։ Հուդայի գավազանը, Հակոբի մարգարեությունը ասում է, որ թագավորական իշխանությունը կմնա Հուդայի ցեղում մինչև Մեսիայի գալուստը։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս Քրիստոսի գալուստը։ Սելովը նշանակում է
այն մեկը ում պատկանում է իշխանությունը։ Սա մարգարեական անուն է Մեսիայի համար։ Քրիստոնեական մեկնաբանության մեջ սա վերաբերվում է Հիսուս Քրիստոսին։ Սիրելիներ, մեր այսօրվա դասը եւ կիրառումը այս պատմության մեջ հետեւյալն է. Աստված ընտրում է իր ճանապարհով, նա ընտրեց փոքր եղբոր Եփրեմին։ Աստծո խոստումները կատարվում են դարեր անց Հուդայի ցեղից ծնված Մեսիայի միջոցով։ Աստծո ծրագիրը սկսվել է դեռ ծննդոցում։ Ամբողջ Աստվածաշունչը մի մեծ պատմություն է, որը տանում է դեպի Քրիստոսին։ Եվ մեզ բոլորիս հարց, սիրելիներ, ինչպես եք դուք տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլուխներում։ Կուզենայի, որ դուք մեկնաբանությունների մեջ գրեք ձեր մտքերը եւ ձեր կարծիքները։ Եթե այս ուսուցումները օրհնություն են ձեզ համար, կիսվեք ձեր ընկերների հետ, բաժանորդագրվեք, որպեսզի շարունակենք միասին մեր ճամփորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ կուզենամ հիմա մի հակիրճ աղոթք անենք մեր սովորության համաձայն։ Տեր Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Շնորհակալ ենք, որ դեռ ծննդոց գրքում դու արդեն բացահայտվում ես որպես Մեսիա, որպես Թագավորը։ Բացիր մեր աչքերը, որպեսզի տեսնենք քեզ ամբողջ գրքի մեջ։ Օգնիր մեզ վստահել քո խոստումներին եւ քայլել քո ճանապարհով։ Ամեն։ Սիրելիներ, թող Աստված օրհնի ձեզ, ձեր ընտանիքները